Եկեք պատրաստվենք ու ասեմ, որ մեյքափի պրոդուկտը կգնա երկրորդ անգամ, իսկ որը ոչ։ Առաջին Charlotte Tilbury Fixing Spray-ն է, իրեն արդեն օգտագործում եմ երկրորդ անգամ, կարծում եմ էլի կգնամ։ Իրեն երբ փչում եմ մեյքափից առաջ, որպեսզի դեմքը եւ խոնավացնի եւ հետագայում մեյքափը ավելի լավ նստի եւ վերջում, երբ որ արդեն պետքա մեյքափը սեթինգ անեմ։ Ես օգտագործում եմ Debbie տոնայինը, իրեն հավանում եմ, բայց կարծում եմ հաջորդ անգամ մեկ այլ տարբերակ կփորձեմ։ Միշտ մոռանում եմ, որ առաջինը հոնքերի գելը անեմ, բայց ոչինչ, իմ մոտ Lux Visage-ի տարբերակն է, բայց արդեն ոնց տեսնում եք ինքը փչացել է, մի խորհուրդ, երբ որ հոնքերի գել եք քսում, անպայման վերջում շոտոչկան մի հատ մաքրեք, նոր մտցրեք տեղը, որ տանալին հանկարծ չլցվի ֆլակոնի մեջ։ Կարծում եմ եւս մեկ անգամ կգնեմ։ Հաջորդը գալիս է կոնսիլերը, L'Oreal-ինն է ինձ մոտ, ու ես նոր հասկացա, որ իրեն ես ինչքան ժամանակ օգտագործում ու ինքը չի վերջանում, որովհետեւ ծածկողականությունը շատ խիտ է ու սենց մի կաթիլ դնում ես ու ինքը լրիվ ծածկում է ամեն ինչ ու հաստատ իրան երկրորդ անգամ էլ եմ գնում։ Հաջորդը Rare Beauty բրոնզեր ծիկն է, ինձ թվում է իրեն երկրորդ անգամ չեմ գնի, նախ իմ համար ինքը շատ դանդաղ է վերջանում, իսկ ես սիրում եմ որ պրոդուկտները շատ են վերջանում, ինքն էլ որ ոչ սովորական հնչի։ Սիրում եմ միշտ նոր բաներ օգտագործել։ Ինձ թվում է երկրորդ անգամ արդեն ուրիշ բան կփորձեմ։ Հաջորդը Rodi Blush-ն է, ինքը ամենօրյա մեյքափի համար իդեալական տարբերակ է, ամենտեղ տարածելու համար, թե թոշիկներին, թե շրթունքներին, թե աչքերին։ Ուղղակի իր էֆեկտը մի քիչ երկար չի մնում, հենց որ երկրորդ անգամ կփորձեմ արդեն ուրիշ տարբերակ։